Եղբայրս հիմա բանակում է ու խնդրել է, որ իր սիրելի մեղրով տորթը պատրաստեմ։ Եկեք միասին պատրաստենք ու ուղարկենք իրեն։ Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները բացի ալյուրից խառնում ենք իրար հետ եւ դնում կրակին։ Լավ խառնում մինչև կարամելային գույն ստանա։ Այնուհետև ավելացնում ենք ալյուրը եւ լավ խառնում։ Հունցում ենք խմորը եւ բաժանում 9 հավասար մասերի։ Գրտնակում ենք շատ բարակ եւ ուղարկում ենք ջառոց ընդամենը 3 րոպեով։ Կաթը դնում ենք կրակին եւ այդ ընթացքում խառնում ենք կրեմի համար նախատեսված բոլոր բաղադրիչները։ Ավելացնում ենք կաթի վրա եւ լավ խառնում։ Այնուհետև ավելացնում ենք կարագ ու ուղարկում սառնարան։ Սերուցքը լավ հարում ենք եւ վրան ավելացնում ենք եփված զանգվածը ու նորից հարում։ Հավաքում ենք տորթը ամեն շերտի վրա քսելով առատ կրեմ։ Շերտերի ավելացած կողային հատվածներից փշրանք ենք սարքում եւ զարդարում տորթը։ Թողնում ենք սառնարանում գոնե մի քանի ժամ։ Վերջ, տորթն արդեն պատրաստ է եւ ընկնում է ճանապարհ։ Դուք էլ պատրաստեք եւ կիսվեք ձեր կարծիքներով։